Եթերում խորհրդարանական շաբաթն է, բարև ձեզ։ Հրատապ հարցերի օրակարգով կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվեց ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Գործադիրի ձևավորած օրակարգային հարցերը մինչ ազգային ժողովի նիստերում քննարկվելը քննության առնվեցին խորհրդարանի պետական իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության, եվրոպական ինտեգրման պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերում։ Արտահերթի աշխատանքները սկսվեցին նորընտիր падգամավորի երդմամբ։ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Օրակարգի նախագիծը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկեց կառավարության հեղինակած օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ։ Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագծի ընդունումը գործադիրը պայմանավորում է քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ։ Նախարարը նշեց, որ կներվի 13.7 միլիարդ դրամի չափով գումար վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք։ Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից, բացառությամբ, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ։ Մարդկանց, ովքեր վճարել են, ինչ կարող եք առաջարկել, որպես այսպես ասած, չգիտեմ, ինչ որ սփոփում։ Տվյալ դեպքում այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, չափորոշիչներին, համաներման ներկայացվող պահանջներին։ Արդյոք հնարավոր չէ այս համաներման գործընթացը կազմակերպել եւ իրականացնել մինչեւ 2018 թվականի պայմանական մայիսի 31-ը կամ հունիսի 1-ը։ Օպտիմալ տարբերակը, որը կարող է մեր պետությունը իր վրա վերցնել, որը կապովի հավասարակշռությունը, դա 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է։ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախագծի առումով առարկություններ ընդհանուր առմամբ չունի, սակայն կան հարցադրումներ, որոնց պետք է պատասխաններ տրվեն։ Սահմանադրության 117-րդ հոդվածը, որը կառավարության առաջարկով ազգային ժողովին իրավունք է վերապահում համաներում կիրառելու, չի բացատրում, թե ինչ է նշանակում համաներում։ Եվ համաներման շրջանակը ըստ էության բացահայտված է բացառապես քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածում, որտեղ նշվում է, որ համաներումը պատասխանատվությունից ազատել եւ այլն եւ այլն։ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր առաջարկ, որով պետք է հստակեցվեր համաներում հասկացությունը։ Այն ընդունվեց հեղինակի կողմից։ Այս համաներման մեջ օտար պետհամարանիշները ընդգրկել եւ ընդգրկվում է բնականաբար համաներման մեջ մտցնել հունվարի 1-ից 18 թվականի մինչեւ հունիսի 4-ը ընկած ժամանակը եւս օտար պետհամարանիշների ուրեմն առումով սա շատ կարեւոր հարց է, մեծ դժգոհության ալիք կա հատկապես Ջավախքում։ Դա մի մեծ բեռ է, որը մնացել է այդ քաղաքացիների վրա եւ այդ բեռը պետությունը չի կարողանալու ստանալ։ Դրա փոխարեն, երբ որ դուք չեք վճարում ձեր տուգանքը, ինչա կատարում, կալանք է դրվում, ինչա կատարում, մարդը չի կարողանում նույնիսկ գնա հեռախոս վերցնի ապառիկ, նրա վարկային պատմությունն է վերանում։ Ուստի արդեն իսկ ակնհայտ է, որ այդ մարդիկ այդ գումարը ի վիճակի չեն վճարելու։ Եթե մի քաղաքականություն ենք վարում, ակնկալելով, որ մի կողմ պետքա մեծ եկամուտներ ստանա, իսկ շատ ավելի մեծ հանրույթ, հասարակությունը, որ պետության ուժն է, ինքը պետք է անընդհատ դիսկոմֆորտի մեջ ապրի, պետքա ոչնչացնել է պետք է համակարգը։ Պետք է գտնել հիմքը, ինչու չեն վճարվել այս տուգանքները։ Միգուցե պատճառը հենց տուգանքների մեծ չափն է, տուգանքներն են շատ եւ նրանք չեն կարողանում, թե նաեւ անտարբերությունը, թե նաեւ այն հույսը, որ միևնույն է համաներվելու է։ Վարչական տուգանքը ընկալվում է որպես հարկատեսակ եւ խոսվում է դրան կանոնակարգելու մասին։ Վաուչեր սահմանել, կանխավճար անել, իզի քարտի նման ասենք, մարդը սկզբում տուգանքը վճարում է, հետո կամաց պակասում է։ Ոչ, հարգելիներս, վարչական տուգանքի ոլորտում մեր քաղաքականությունը էապես փոխվելու է։ Դա չի լինելու բյուջեն լցնելու միջոց եւ մեր կառավարությունը փոխել է այդ վարքագիծը։
Ազդարարման համակարգի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծով առաջարկվում է փոխել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը եւ այն 2018 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2019 թվականի հունվարի 1-ը։ Խնդիրը այն է, որ օրենք դույժի մեջ մտնելուց հետո մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը պիտի Հայաստանի Հանրապետությունում ներդրվեր մեկ միասնական հարթակ ազդարարների, այսպես ասած, ընտրվող հնարավորություն իրացնելու համար, բայց Արտադրության նախարարությունը ներկայացրել էր հիմնավորում, որ հայտարարված ուրեմն մրցույթները, որով որ միասնական, այսպես ասած, հարթակ ստեղծելու կազմակերպությունը պիտի շահեր, որոշակի ընթացակարգային խնդիրների հետ են կապված, հետևաբար առաջարկել է, որպեսզի ազգային ժողովի համաձայնությունը ստանան։ Ազգային ժողովի պետական իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն։ Խորհրդարանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ քննարկեց քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները։ 2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ է մտել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքը, որը սահմանում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներ, որոնք են նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտպանական որոշում։ Նշված պաշտպանության միջոցներից պաշտպանական որոշումը նշյալ 8-րդ հոդվածի համաձայն ընդունվում է դատարանի կողմից ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի դիմումով կամ նրա համաձայնությամբ։ Այս նախագիծը եւս արժանացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացության։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նաև քրեակատարողական օրենսգրքում եւ կրկնապատկել դատապարտյալների համար սահմանված կարճատև եւ երկարատև տեսակցությունների ժամանակը։ Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող դատապարտյալների, որոնց մեջ մատնանշում է նաև ՑՄ ազատազրկման դատապարտված դատապարտյալների տեսակցություններին, որտեղ նախին կարգավորումներով երկարատև տեսակցություններ տարեկան դատապարտյալին հատկացում էր 1 անգամ, կարճատև տեսակցությունները 3 անգամ, իսկ այս փոփոխություններով արդեն իմ կողմից հիշատակված դատապարտյալները իրենց տեսակցությունների հնարավորության կրկնապատիկն են ունենալու։ Խորհրդարանին ներկայացվեցին նաև զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Զավակը ազատվում է ընդհանրապես ծառայությունից, եթե իր հարազատներից ծնողները կամ քույրը կամ եղբայրը զոհվել են, եւ սա կարելի ասել շատ կարևոր եւ բարոյական փոփոխություններ, այն ընտանիքները, զոհվածների ընտանիքները, ովքեր ունեն մեկից ավելի արու զավակներ, դա էլ հարցով էր կարգավորվում, նման տղաները չեն մասնակցում մարտական հերթապահության։ Օրենքի նախագծով կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք է վերապահվում այն անձանց, ովքեր մինչև 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում։ Առաջարկվող փոփոխությունը ընդունելու դեպքում անձին հնարավորություն է տրվում անկախ 19 տարին լրանալու հանգամանքից մեկ անգամ կառավարության անհատական որոշմամբ ստանալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը։ Փոփոխություններ են նախատեսվում նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները սահմանող դրույթում։ Արտահերթի օրակարգում էր նաև Հայաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այս կանոնակարգը հաստատում է եվրոպական մշակութային եւ ստեղծագործ ոլորտներին աջակցությունը 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ծրագիրն ունի երկու բաղադրիչ կամ ենթածրագիր՝ մշակույթ եւ մեդիա, որոնց համար նախատեսված է 1.46 միլիարդ եվրո բյուջե։ Միանալով այս ծրագրին հայաստանյան մշակութային կազմակերպությունները հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի եւ կինոարտադրության ոլորտներում։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր իշխանության բոլոր ճյուղերով, օրենսդիր, գործադիր, նախ եւ առաջ այս երկու ճյուղով կյանքի սկսի կոչել այն գործողությունները, որոնք նախատեսված են ՍԵՊԱ-ով եւ մնացած ոլորտային համաձայնագրերով։ Հակառակ դեպքում նման փաստաթղթերը մնում են բացառապես արխիվային փաստաթղթեր, եթե շահառուները, վերջնական շահառուները մեր քաղաքացիները լինեն գիտնականներ, ստեղծագործողներ, ուսանողներ եւ այլն, չեն զգում այդ համաձայնագրերը իրենց առօրյա գործունեության մեջ։
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց նաև Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նույն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է, որ բարձրագույն խորհրդում մասնակցում են երկրների պետությունների ղեկավարները։ Եթե պետության սահմանադրությունը, օրենսդրությունը նախատեսում է, որ իրավասությունները, որոնք վերաբերվում են Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդին վերապահված են կառավարության ղեկավարին, ապա նիստերին մասնակցում է կառավարության ղեկավարը։ Արտահերթ նստաշրջանի աշխատանքների հաջորդ օրը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց առաջին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը։ Սպառելով օրակարգը նստաշրջանն ավարտեց աշխատանքը։ Հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանը կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Այդ մասին Քվեբեկում հայտարարեց ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, որ գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին։ Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում թեմայի շրջանակում, իր ելույթի ժամանակ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ Հայաստանը հպարտ է այդ մեծ ընտանիքին իր պատկանելիությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ մեր երկիրը սատարում է ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը։ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեստարի մեծանում է։ 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հանգյակում պետք է առնվազն 1 կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է։ 6-րդ գումարման ազգային ժողովի 105 պատգամավորներից 18 կին են, ովքեր ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին։ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը կին է, ով նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Արա Բաբլոյանը նշեց, որ ընտրական օրենսգրքով մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնվել ներկայացված լինել ազգային ժողովում։ 6-րդ գումարման խորհրդարանում մանդատ է ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը։ Խորհրդարանի ղեկավարի խոսքով ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար։ Ֆրանկոֆոն աշխարհը բարձր գնահատելով երիտասարդների դերը եւ նշանակությունը ամեն կերպ փորձում է խրախուսել եւ աջակցել նրանց նախաձեռնություններին։ 2016 թվականի ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը։ Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու համար Հայաստանը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացույցն է 2004 թվականին ձևավորված երիտասարդական խորհրդարանը, նշեց Արա Բաբլոյանը։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցեց նաև ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների եւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը։ Այցի շրջանակում ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց Կանադայի համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ։ Խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ձևավորվել են ամուր բարեկամական կապեր եւ չնայած աշխարհագրական հեռավորությանը Հայաստանն ու Կանադան համագործակցում են տարբեր բնագավառներում։ Միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորեց պատգամավորական բարեկամական խմբերի դերը եւ փոխայցերի ակտիվացումը։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների, հատկապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների համագործակցությանը, նշելով, որ Կանադան կարևոր աջակցություն է ցուցաբերել ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը 2018 թվականին Երևանում անցկացնելու հարցում ազգային ժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանը սիրով
հյուրընկալելու է բարձրաստիճան հյուրերի, այդ թվում Կանադայի պաշտոնական պատվիրակությանը։ Արա Բաբլոյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրին, նշելով, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում։ Օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը։ Արա Բաբլոյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ Խորհրդանի նախագահը նշեց, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ միաժամանակ համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ։ Ազգային ժողովի նախագահն ընդգծեց, որ մեր երկիրը ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն է եւ մշտապես քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ։ Ջեֆ Ռիգանն իր հերթին ողջունեց ժողովրդավարության ամրապնդման ուղղված Հայաստանի ջանքերը։ Քննարկվեցին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը կանադահայ համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծեցին, որ Կանադայում բնակվող շուրջ 90,000 հայերը զգալի ներդրում ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում եւ ակտիվ ներգրավված են պետության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Կանադայի համայնքի պալատի նախագահն ընդգծեց, որ երկկողմ փոխգործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված։ Նա փաստեց, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին, ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը Ջեֆ Ռիգանին հրավիրեց Հայաստան։ Ազգային ժողովի նախագահը հանդիպեց նաև Քվեբեկի ազգային ժողովի եւ ֆրանկոֆոնիայի խորհրդանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանոյի հետ։ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաև ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին։ Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձավ ֆրանկոֆոնիայի աշնանկայանալիք Երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նշելով, որ միջոցառման հաջողությունն ապահովելու համար Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները։ Նման լայնամասշտաբ միջազգային միջոցառման կազմակերպումը մեր երկրում եւս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը ֆրանկոֆոնիային եւ կոժանդակի մեր տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը, ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակութային բազմազանության եւ այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ։ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է գաղութաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նախարարի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ։ Այն արդեն իսկ գործում է սերտորեն համագործակցելով ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ։ Արա Բաբլոյանը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը։ Մեր նպատակն է, որ բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երկիշների մասնակցությամբ գալահամերգը։ Կազմակերպվելու են նաև ֆրանկոֆոնիայի ավան, ուր համապատասխան տաղավարներում իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության անդամ երկրները։ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրեց, որ գագաթաժողովի հիմնական կարգախոս առաջարկվել եւ հաստատվել է ապրել միասին թեման։ Ապրել միասին, հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը իբրև խաղաղության եւ բարության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում։ Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը։ Ակնկալվում է նաեւ աշխատել ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ապրել միասին պակտ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով ցանկանում ենք, որպեսզի ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա գործընթացի եւ ի նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը։ Խորհրդանի ղեկավարը տեղեկացրեց, որ կկազմակերպվի նաև ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում։ Նպատակն է խրախուսել գործարարների միջև շփումները, ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների եւ հեռանկարների շուրջ։ Մեծապես կարևորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կապերի ամրապնդումն ու հույս ունենք, որ Երևանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի համար։ Գագաթաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին։ Ըստ Արա Բաբլոյանի օրակարգում նախատեսված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը, թվային ֆրանկոֆոնիան։ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողովում ելույթ ունեցավ վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը։ Ներկայացնելով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, պատգամավորը նշեց, որ կատարվածը ժողովրդավարության հաջողված բաց դաս կարող է դառնալ շատ երկրների համար։
Այս օրերին մեր երկրում ընթանում է ընտրական օրենսգիրքը փոփոխելու գործընթաց եւ քաղաքական բոլոր ուժերը խորհրդանում եւ դրանից դուրս, ինչպես նաեւ կառավարությունը աշխատում են միասնական կողմերի համար ընդունելի օրենսգրքի մշակման ուղղությամբ, նշեց падգամավորը, ընդգծելով, որ կառավարության նոր ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ կմնա միջազգային իր բոլոր պարտավորություններին, չի շեղվի իր տնտեսական եւ անվտանգության պարտավորություններից։ Հայաստանը սպասում է այս կարևոր միջոցառմանը եւ ապրել միասին կարգախոսը պիտի բոլորիս համար դառնա սիրելի եւ հոգեհարազատ։ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Հուլիսի 14-ին մեր բարեկամ Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը։ Այն վաղուց դարձել է ոչ թե մեկ պետության տոն, այլ բազմաթիվ ազգերի համար վերածվել է նոր իմաստ ու խորհուրդ պարունակող օրվա։ 1789 թվականի հուլիսի 14-ը, երբ Ֆրանսիայում եւ ողջ Եվրոպայում թևածում էր ազատության ոգին, բացառիկ նշանակություն ունեցավ մարդկության հասարակական, մշակութային, քաղաքական եւ պետական մտքի զարգացման համար։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը եւ նրա դավանած համամարտկային արժեքները գծեցին այն ուղին, որով անցավ Ֆրանսիան եւ ճանապարհ հարթեց աշխարհի շատ ու շատ ժողովուրդների համար։ Այն նաև բացառիկ հետք թողեց ազատության համար ոտքի ելած հայ ժողովրդի մշակույթի գրեթե բոլոր ասպարեզներում, եւ արվեստի հզոր ուժով դաստիարակվեցին սերունդներ, որոնց պայքարի արդյունքը եղավ անկախ պետականության վերականգնումը։ Հայ քաղաքական միտքը միշտ պահպանեց հոգեարազատությունը ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած գաղափարներին։ Դրա լավագույն արտացոլումներից մեկն այն իրողությունն է, որ այս տարվա աշնանը Հայաստանը կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցներին եւ 2 տարի կնախագահի այս հեղինակավոր կազմակերպությունում։ Լիահույս եմ, որ բիբլիական Արարատի հովանու ներքո գումարվող գագաթաժողովը պատգամ կդառնա նույն գաղափարները դավանող ժողովուրդներին, միասնաբար դիմակայելու ազգային ու կրոնական ատելության հողի վրա ակող բոլոր մարտահրավերներին, որոնք այսօր թիվ 1 սպառնալիքն են դարձել աշխարհի բազմաթիվ տարածաշրջանների համար։ Եվ դա համահունչ կլինի գագաթաժողովի ապրել միասին կարգախոսին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին ազգային տոնի առթիվ եւ մաղթում երջանկություն, կայուն զարգացում ու նորանոր հաջողություններ։ Երկկողմ հարաբերություններին խորհրդարանական դիվանագիտության ու միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցության բազմաբնույթ հարցերին անդրադարձեր եղան ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ խորհրդարան այցելած տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներում։ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ հանդիպմանը խորհրդանի նախագահն անդրադարձավ հայ-ճապոնական փոխգործակցության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը։ Արա Բաբլոյանը երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար եւ բարձր գնահատեց Ճապոնիայի իշխանությունների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշիռ դիրքորոշումը։ Ջուն Յամադան վստահեցրեց, որ կնպաստի տարբեր բնագավառներում Ճապոնիայի եւ Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանը։ Մեր երկրում Շվեդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկի հետ հանդիպմանը Արա Բաբլոյանը ընդգծեց, որ հայ-շվեդական հարաբերություններում մեծ դեր ունի խորհրդանական դիվանագիտությունը։ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդանական պատվիրակությունների միջև երկկողմ փոխգործակցությունը շարունակական կլինի։ Օրենսդիր մարմնի ղեկավարը հույս հայտնեց, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար։ Մարտինա Քուիկը նշեց, որ Շվեդիան արժևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ վստահեցրեց, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի համաձայնագրի վավերացումը։ Հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանն անդրադարձ կատարվեց ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանը։ Արա Բաբլոյանը կարևորեց խորհրդանական դիվանագիտության դերն ու միջազգային խորհրդանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, նպաստելով երկխոսությանը։ Սերգեյ Կոպիրկինը վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Կողմերն անդրադարձան նաև համագործակցության միջխորհրդանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահայտ խորհրդանական ընտրությունների անցկացմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
Արա Բաբլոյանն ընդունեց նաև ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորին եւ նրան ուղեկցող անձանց, ովքեր Հայաստան էին այցելել մասնակցելու աղետների դիմակայության ամրապնդումը եւ զարգացումը թեմայով խորհրդանական լսումներին։ Խորհրդանի ղեկավարն ընդգծեց աղետների ռիսկերի նվազեցման ու կառավարման ոլորտում մեր երկրում իրականացվող քայլերը, այս հարցում կարևորելով ազգային ժողովի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդանական լսումների դերը։ Արա Բաբլոյանի գնահատմամբ այն նպաստավոր հարթակ է ոլորտի խնդիրների վերհանման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ արդյունավետ կիրառման համար։ Մամի Միզուտորին տեղեկացրեց, որ հաջորդ տարի Ժնևում նախատեսվում է անցկացնել աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ համաժողովը։ Հայ-ամերիկյան բարեկամությունն ու սերտ համագործակցությունը կարևորեց Արա Բաբլոյանը դեսպան Ռիչարդ Միլսի հետ զրույցում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն, Արա Բաբլոյանը շնորհավորեց Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին իրենց պետության անկախության 242-րդ տարեդարձի առթիվ։ Խորհրդարանի նախագահը շնորհավորեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր մեծապես նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը։ Շնորհակալություն հայտնելով Արա Բաբլոյանին դեսպանություն այցի կապակցությամբ Ռիչարդ Միլսն ասել է. Մեր երկու երկրների միջև ամուր հարաբերություններ են, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների վրա, եւ ես գիտեմ, որ կապերը հասնում են մինչև ԱՄՆ կոնգրեսականները, ովքեր սերտ կապեր ունեն ձեր ազգային ժողովի շատ падգամավորների հետ։ Արա Բաբլոյանն ընդգծեց երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառուցողական փոփոխությունների կարևորությունը, ինչպես նաև այդ համատեքստում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար միջավայրում անցկացնելու անհրաժեշտությունը։ Դեսպանի հետ զրույցում Արա Բաբլոյանը շեշտել է. Մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի ադրբեջանական շփանգոցում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի կենթանի ուժի կուտակումների հետ կապված։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ազգային ժողովում հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին։ Վերջինս պայմանավորված էր մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի Հայաստանի կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ կառավարության ծրագրում կարևորված երեխաների խնդիրների առաջնայնություններից։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին, նշեց, որ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա։ Իսկ երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռևս արդյունավետ չի գործում։ Առաջարկներ են արված, ընդ որում շատ կոնկրետ են դրանք եւ կարծում եմ մենք մեզ այս պրոֆեսիոնալ բարձր որակի զեկույց ունենալը, որ կնպաստի նաև կօգնի ազգային ժողովի падգամավորներին, մեր գործընկերներին եւ նաև գործադիր իշխանությունից, որ շատ ավելի հստակ ունենալ օրենսդրական ձևակերպումներ։ Արման Թաթոյանն ընդգծեց, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը հատկապես նախադպրոցական փուլում։ Երեխաների հաշմանդամության կանխարգելման եւ սոցիալական ներառման համապարփակ մոդելի մասին խոսեց Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ այն ենթադրում է առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտների պատասխանատու օղակների շարունակական եւ համակցված աշխատանք։ Հայաստանը ունի արդեն գոնե այնքան փորձ ու գիտելիք այս առումով, որ նույնիսկ տարբեր երկրներում, այդ թվում Թուրքմենստանում, եթե չեմ սխալվում, եւ կանխարգելման եւ վաղ միջամտության ծրագրերը ներեն դրել Հայաստանի մասնագետները։ Առաջարկվող մոդելի կարևոր առանձնահատկություններից է այն, որ զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար երաշխավորվում են վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք պետության, համայնքի եւ ընտանիքի հովանու ներքո։ Ըստ Արա Բաբլոյանի մոդելի հիմքում ընտանիքակենտրոն մոտեցումն է, երբ երեխայի հասարակական կյանքին ամբողջական ինտեգրումը տեղի է ունենում ընտանիքի ակտիվ մասնակցությամբ։ Նախ եւ առաջ այդ ընտանիքը չի կարող զբաղվի մյուս երեխանով, չի կարող գնա աշխատանքի, որտեղ շատ ժամանակ է վեստում այդ երեխան։ Իսկ եթե այդ երեխան հիմա մանկապարտեզում է, ծնողին ասում են դու ես տանում, ինքը չի ասում հատուկ կենտրոն ցերեկային խնամքի։ Ասում տանում են մանկապարտեզ։ Ինքը մանկապարտեզ գլոբալ առումով ներառական է իր համար արդեն։ Շո ինքը մտել է այդ մանկապարտեզը բոլոր երեխեքի հետ։ Ծնողը միջև ժամը 6-ը ազատ է աշխատի, մյուս երեխեքով զբաղվի, եւ դա տալիս է հնարավորություն, որ երեխան պահեն ընտանիքում։
Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ենթադրվող ծառայությունները հասանելի լինեն նաև Երևանից դուրս ու հատկապես հեռավոր շրջաններում։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձանագրեց, որ 2017 թվականին բարեփոխվեց ընտանեկան օրենսգիրքը և այն համապատասխանեցվեց պետության նոր սահմանադրությանը։ Ներդրվեց երեխայի լավագույն շահ հասկացությունը և դրան համապատասխան նկատելի կլինեն երեխաներին վերաբերող սոցիալական ծրագրերի փոփոխությունները։ Հակոբ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում և աշնանը նախատեսվում է ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը։ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ կան բազմաթիվ անելիքներ, ու թեև մի շարք ծառայությունների ապահովումը կարող է և ծախսատար լինել, սակայն պետք է կենտրոնացնել ջանքերն ու գտնել անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն ըստ արժանվույնս բավարարելու համար։ Հաշմանդամության և զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովման հարցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց հաշմանդամության կանխարգելման ծրագրերի իրականացումը, առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտների պատասխանատուների համատեղ ու համակարգված աշխատանքը։ Նա նշեց, որ այս առումով համայնքներին տրվող լիազորությունների ընդլայնումը գործընթացի ամենակարևոր մասերից մեկը պետք է լինի։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց ներառական կրթության զարգացումը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների նկատմամբ առանձնահատուկ մոտեցումն ու մասնագետների կողմից նրանց հետ իրականացվող աշխատանքը։ Նախարարը նշեց, որ պետք է բացառվեն օրինակ այնպիսի դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները պատշաճ չեն իրազեկվում ներառական կրթության և վերականգնողական ծրագրերի առավելությունների ու հնարավորությունների մասին։ Խորհրդակցությանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի նախաձեռնությամբ ցուցադրվեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին պատմող հոլովակ։ Արման Թաթոյանը բարձր գնահատեց ազգային ժողովի նախագահի նախաձեռնած քննարկումը, ընդգծելով, որ վերհանվեցին մի շարք խնդիրներ և առաջարկվեցին կոնկրետ լուծումներ։ Ըստ նրա, այս ձևաչափով հանդիպումը միջգերատեսչական համագործակցության լավագույն օրինակ է։ Խորհրդակցության արդյունքում որոշվեց մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրները դարձնել քննարկման առարկա, մշակել օրենսդրական լուծումների առաջարկներ կառավարության համապատասխանող ակներում, ինչպես նաև այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով։ Պետական մարմինների միջև արդյունավետ համակարգում իրականացնելու համար երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար է առաջարկվել նշանակել Հայաստանի փոխվարչապետին։ Աշխատանքներ իրականացնել երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին անհրաժեշտ լիազորություններ վերապահելու, մարդկային, տեխնիկական և ֆինանսական համարժեք ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ։ Ուշադրություն դարձնել և ջանքեր ներդնել հատկապես գյուղական բնակավայրերում ու առավել անբարենպաստ պայմաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների և համարժեք խնամքի մատչելիությունն ապահովելուն, առանձնակի ուշադրություն հատկացնել հաշմանդամության կանխարգելման ծրագրերին ու ռազմավարություններին, կարևորելով հատկապես վերարտադրողական և սեռական առողջությանն ուղղված կրթական, ինչպես նաև նորածնային սկրինինգային ծրագրերը։ Շարունակել ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրենց ընտանիքներում մնալու և հետագա հասարակական ինտեգրումն ընտանիքի հովանու ներքո անցնելու ուղղությամբ։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի, 213-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը։ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ ձևավորված խորհրդարանական 4 խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը նիստեր գումարեց։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նիստերը պետք է վարվեն ռոտացիոն կարգով ՀՀԿ, ՀՅԴ, ԵԼԿ և Ծառուկյան խմբակցությունների հերթականությամբ։ Աշխատանքային խմբում ընդգրկված է 3-ական ներկայացուցիչ։ Ըստ նախատեսվածի, ներգրավվածություն պետք է ունենան նաև վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովից 3 լիազոր անդամ։ Առաջին նիստին, սակայն, գործադիրը բացակայեց։ Կայացած նիստերում նախ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց բարեփոխումների իրենց առաջարկները։ Հիմքում ընկած է ընտրակեղծիքների բացառումը և ընտրակարգի բարելավումը։ Առաջին նիստը վարեց ՀՀԿ-ն, ներկայացվեց 6 առաջարկ։
Քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ գրանցված ընտրողների վերաբերյալ տվյալները ինքնաշխատ եղանակով համադրել սեկտ համակարգում առկա տվյալների հետ։ Առաջարկների մաս են կազմում քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու միջոցով կրկնակ քվեարկության բացառումը, անդրադարձ է կատարված նաեւ թիմ ընտրություններին։ Նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ տպաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն քվեարկության խցիկում։ Առաջարկությունը հետևյալն է՝ մտցնել լրացուցիչ գործիք, որը հնարավորություն կտա խուսափել կարուսելից նաև թիմ ընտրությունների ժամանակ։ Տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումն ըստ փաստաթղթի իրականացվելու է միայն նույնականացման քարտերի միջոցով։ ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է նաև քվեարկության հեռարձակումն ընտրատեղամասերից, քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում։ Ընտրական օրենսդրության բարեփոխումներին գործուն մասնակցություն կունենան նաև արտախորհրդարանական ուժերը։ Որոշում կայացվեց այդ թևի առաջարկները ստանալ առցանց եւ քննարկումներն անցկացնել խորհրդարանական ուժերի ձևաչափով։ Առաջին նիստում ՀՀԿ-ին հաջորդեցին ՀՅԴ առաջարկները։ Արմեն Ռուստամյանը փաստեց, որ պաշտպանում են համամասնական ընտրակարգը, ընդ որում բաց ցուցակներով։ Բաց ցանկերով հնարավորություն է տրվում, որ ընտրողը ոչ միայն որոշի կուսակցությանը, այլ նաև իր նախասիրությամբ նախընտրի, թե հատկապես այդ կուսակցությունից ով ում ուզում որ պատգամավոր դառնա մանդատ ստանա։ ՀՅԴ խմբակցությունն ունի 10 կետից բաղկացած առաջարկ, ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգի ձևավորում, կուսակցություններին կամ դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2-ից 3 շեմի նվազեցում, մինչև մանդատների ընդհանուր թվի 3-ից 5%-ը, քաղաքական ուժը մտադիր է ստեղծելու բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանց։ Հատկապես բուռն քննարկվեց բարեգործությանը վերաբերող առաջարկը։ Բացառել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումը այս կամ այն կերպ կարող է նմանվեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին կամ թեկնածուների անուններին։ Ըստ ՀՅԴ-ի պետք է վերանայվեն հանրային հեռուստառադիոընկերությանն անվճար տրամադրվող եթերաժամերի քանակն ու հեռարձակման ժամերը։ Առաջարկվում է նաև ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգ։ Եվ մյուսը կարծում եմ բոլորի համար ընդունելի է վերանայել եւ խորացնել ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը։ Հաջորդիվ ելքի առաջարկներն են այս խմբակցությունում եւս մշակվել է 10 առաջարկ, ցանկը գլխավորում է պաշտպանության նախարարության զորամասերում հավասար քարոզչության իրականացումը։ Կուսակցությունները տպագրած քարոզչական նյութերը հանձնում են պաշտպանության նախարարությանը, որտեղից այդ նյութերը բաշխվում են զորամասերով։ Հաջորդ կետը վերաբերում է ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանրային ռադիոյով եւ հեռուստատեսության բանավեճերի կազմակերպմանը, որտեղ մասնակցությունը կլինի կամավոր։ Նախատեսվում է բացառել անձը հաստատող անվավեր փաստաթղթով քվեարկությունը։ Այդպիսով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով ընտրողների ցուցակից դուրս կհանվեն մոտ 200,000 անուն։ Այդ քաղաքացիները հիմնականում Հայաստանում չեն։ Ըստ ելքի քաղաքացիներին փոստային առաքմամբ ուղարկվող ծանոթությունները պետք է փոխարինել առավել քիչ բյուջետային միջոցներ պահանջող մեթոդով։ Հաջորդ կետով առաջարկվում է տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեղադրել տեսախցիկներ։ Ելքը եւս նախատեսում է խստացնել պատիժը ընտրակաշարքի եւ ընտրությունների արդյունքների կեղծման դեպքերի համար։ Որոշվել է նաեւ 1%-ով նվազեցնել կուսակցությունների եւ դաշինքների անցողիկ շեմը։ Ելքն առաջարկում է քվեարկած անձանց ցանկերի հրապարակում ոչ միայն ստորագրված ցուցակների, այլև էլեկտրոնային գրանցման սարքերի տվյալների հրապարակմամբ, ինչը կունենա որոնման հնարավորություն։ Նախատեսվում է արգելել ընտրական հանցագործություններ կատարած անձանց ներկայությունը հանձնաժողովի որպես անդամ կամ դիտորդ լինելը։ Սահմանվել է պարզ համամասնական ընտրակարգ փակ ցուցակներով։ Ծառուկյան խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը փաստեց, որ իրենք ունեն շուրջ 15 առաջարկ, 100% համամասնական ընտրակարգ, կուսակցության համապետական ցուցակներում պարտադիր թեկնածուներ մարզերից։ Կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում, առաջին համարից սկսած ցանկացած ամբողջ թվող 6-նյակում 1-ից 6 1-ից 12, 1-ից 18 յուրաքանչյուր մարզից մեկական տեխնացու առաջադրելու սկզբունքով եւ այդպես շարունակ մինչեւ ցուցակի ավարտը ընդգրկվեն վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության տվյալ մարզում գրանցված եւ մշտապես բնակվող տեխնացուները։ Առաջարկվում է ապահովել հավասար քարոզչական պայմաններ նաև զորամասերում, էապես ավելացնել հանրային հեռուստաընկերության անվճար րոպեների քանակը հատկապես երեկոյան ժամերին։ Համատիրություններին կարգելվի իրենց տարածքները որպես նախընտրական շտաբեր օգտագործելը։ Սերգեյ Բագրատյանը նշեց դեպքերը, երբ քվեարկությունը կճանաչվի անվավեր։ Քվեաթերթիկի եւ ծրարի վրա
որևիցե նշումի կամ ծրարի մեջ այլ առարկա լինելու դեպքում տվյալ քվեարկությունը ճանաչել անհավեր։ Հաջորդ առաջարկն արգելում է նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին օգնելը։ Բացի այս, զինվորականների քվեարկության ժամանակ տեղամասերում կարգելվի վերադաս սպայի ներկայությունը։ Խմբակցությունն առաջարկում է ընտրական տեղամասերը առանձնացնել, երբ նույն շինությունում երկու ընտրատեղամաս է սահմանված։ Նախատեսվում է վերացնել ընտրատեղամասերում 15 դիտորդի և ԶԼՄ-ների սահմանափակումը, ինչպես նաև ընտրատարածքային հանձնաժողովում ընտրատեղամասերում գրանցված արդյունքները արձանագրելուց հետո պատահականության սկզբունքով իրականացնել ընտրատեղամասերի մի մասի վերահաշվարկ։ Ծառուկյան խմբակցությունը ևս առաջարկում է վերանայել քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական հանցագործությունների պատժաչափերը։ Խմբակցություններին հաջորդեցին նաև վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի առաջարկները, մինչ Դանիել Իոաննիսյանը կներկայացներ իրենց նկատառումները, խորհրդարանականներն անդրադարձան աշխատանքը համատեղելու ձևաչափին և մեկ միասնական նախագիծ ստեղծելու հարցին։ Կառավարության ներկայացուցիչը մանրամասնելով առաջարկները փաստեց, որ կողմնակից են պարզ համամասնական ընտրակարգին, ամրագրել են 1%-ով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը։ Մեր գնահատմամբ այդ ոսկյա միջինը ոչ թե 5-7-ն է համապատասխանաբար կուսակցությունների և դաշինքների համար, այլ 4-6-ը։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն վավեր անձնագրով, նույնականացման քարտով կամ կենսաչափական անձնագրերով։ Նախատեսվում է սահմանել հավասար քարոզչական պայմաններ զորամասերում։ Իոաննիսյանը փաստեց, որ հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է կազմակերպի նախընտրական բանավեճեր, որոնցից մեկը կլինի կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ։ Առաջարկներում անդրադարձ կա նաև նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների կողմից իրականացվող բարեգործությանը։ Կառավարությունն առաջարկում է ընդլայնել նաև նախընտրական քարոզչության համար հիմնադրամից կատարվող ծախսերի ցանկը։ Հաջորդ նիստին Դանիել Իոաննիսյանը պատգամավորներին ներկայացրեց առաջարկների նոր խումբ։ Նախատեսվում է կոալիցիաների ձևավորման սահմանափակումը քանակետ կապված անել, իսկ կանանց քվոտային այն կարգավորումները, որոնք գործող օրենքով պետք է ուժի մեջ մտնեին հաջորդ ընտրություններին, օրենքի ուժ կստանան արտահերթ ընտրությունների ժամանակ։ Վարչապետին կից հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթի մաս են կազմում նաև խորհրդանում կանանց ներգրավվածությանը, ընտրական վարչարարությանը, հանձնաժողովների ձևավորմանը, ինչպես նաև քվեարկությունների տվյալների ամփոփմանը, ցուցակների հրապարակմանը վերաբերող կետերը։ Անդրադառնալով մեկ միասնական նախագիծ ստեղծելու գաղափարին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը փաստեց, որ իրենք կողմ են համատեղ փաստաթղթի շուրջ աշխատելուն, սակայն չբացառեց նաև ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ առանձին մոտեցումների հավանականությունը։ Ըստ նրա գլխավոր նպատակը մեկն է ապահովել արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կբխեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Ի վերջո կրկնում եմ բոլորիս նպատակ ունենալ լավ օրենսգիրք, որը կապահովի լավ ընտրություններ։ Աշխատանքային հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 17-ին։ Վարշավայում տեղի ունեցած կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին մասնակցեց Էդուարդ Շարմազանովը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը ներկա գտնվեց Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին, հանդիպումներ ունեցավ գործընկերների հետ։ Էդուարդ Շարմազանովը ելույթ ունեցավ գագաթնաժողովում, նշելով, որ ընտրված ձևաչափը յուրօրինակ հարթակ է կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանականների բարձր մակարդակով հանդիպման և մեր մայրցամաքի մարտահրավերները համատեղ քննարկելու համար։ Երախտիկի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռևս 2005 թվականին հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների։ Շնորհակալ եմ Լեհաստանի Սենատին ու Սեյմին 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձևեր ընդունելու համար։ Դարերի ընթացքում հայերը մշտապես աջակցել են լեհական պետության ամրապնդմանը։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորեց Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, նշելով, որ այն ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության հաստատման նոր էջ է։ Ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի են բազմաթիվ մարտահրավերներով։ Դրանք են փակ սահմանները, ռազմական հռետորաբանություն և չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը։ Ցավալիորեն սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Թուրքիայի նախապայմաններ դնելու և Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է։ Ազգային ժողովի փոխխոսնակը նշեց, որ Հայաստանը մերժում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ռազմական լուծումը։ Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է։
Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպեց նաև Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուրչինսկու հետ։ Տեղի ունեցավ հանդիպում Բելարուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի հետ։ Հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր քննարկվեցին Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սևերինսկու հետ հանդիպմանը։ Կողմերը նշեցին, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմորակարգը հարստացնելու եւ բարեկամական կապերն առավել խորացնելու գործում։ Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ համարեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ ռետորաբանությունը։ Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի, նշեց ազգային ժողովի փոխնախագահը։ Անդրադառնալով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար։ Խորհրդարանի փոխոսնակը հայ-լեհական կապերի ամրապնդման եւ Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարինին եւ Սեյմի падգամավոր Թադեուշ Վոժնիակին հանձնեց ազգային ժողովի նախագահի հուշամեդալներ։ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին։ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցեց Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձև։ Քաղաքական նպատակ են դրել մեր առջև առնվազն այն մարդիկ խորհրդարանում, որոնք զբաղվում են խորհրդարանական դիվանագիտության խողովակներով, եվրոպական միության հարցերով եւ ԵՄ անդամ երկրների հետ կապերով, որպեսզի հասնենք այն հանգամանքին, որ այս համաձայնագիրը վավերացվի մինչեւ հաջորդ եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսին։ Բանաձևին որպես համահեղինակ միացել է խոշորագույն եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը։ Ինչպես նաև կոչ արեց Բրյուսելի իշխանություններին, Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին նույնպես նպաստել, որպեսզի ազգային մակարդակներում այս համաձայնագիրը արագ վավերացվի։ Վեհաժողովում կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱԿ Մինսկի խմբի ձևաչափին հավատարիմ մնալը։ Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետևանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով, կարևորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե միջազգային եւ թե ազգային մակարդակներում։ Ազգային ժողովի Հույդա խմբակցության անդամ Արմեն Նույիկյուրեղյանը նշեց, որ հանդիպել է Հայդատի Բրյուսելի գրասենյակի Եվրոպարլամենտի սոցիալ-դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում շատ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերվել ներկաների կողմից մեր երկրում ներքաղաքական իրավիճակի զարգացումների հարցերի շուրջ, ինչպես նաև հետաքրքրություն կար առաջիկա ընտրական գործընթացների, ընտրական բարեփոխումների գործընթացների մասին։ Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ վեհաժողովում հայ падգամավորներն ադրբեջանական պատվիրակության հետ լարվածություն չեն ունեցել եւ հանդես են եկել կառուցողական ելույթներով։ Ամրագրվեց ներդրումային գործընթացի խթանման ինստիտուտը, ինչի վերաբերյալ Եվրոխորհրդարանի եւ ինչպես նաեւ համաձայնագրի մեջ նշված սկզբունքների համաձայն, ուրեմն պատրաստ են նրան մեզ եւ տեխնիկական եւ ֆինանսական օգնություն բերելու ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ արևելյան գործընկերության բոլոր երկրներին։ Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է մեր երկրի նկատմամբ։ Տարբեր հանդիպումների ժամանակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաները հույս էին հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո սա բացառիկ շանս է, որպեսզի Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին մենք գրանցենք նոր եւ վճռորոշ հաջողություններ։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամփոփիչ նստաշրջանի աշխատանքներին մասնակցեց ազգային ժողովի պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ Լենա Նազարյանն իր ելույթում անդրադարձավ հայաստանյան իրադարձություններին, նշելով, որ դրանով մեր երկիրն իրեն դրսևորեց որպես ժողովրդավարական պետություն եւ հասարակություն, որտեղ ժողովրդավարությունը լուրջ հիմքերի վրա է։ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց ադրբեջանական պատվիրակի հայկական կողմին ուղղված մեղադրական հարցադրումներին, նշելով, որ տարածաշրջանը լրջորեն միլիտարիզացվում է։ Ադրբեջանն անցել է սպառազինման բոլոր հնարավոր եւ անհնարին սահմանները։ Բերլինյան դեկլարացիայում եւս հաջողվել է նպաստավոր ձևակերպումներ ամրագրել։ Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող կետում հայկական կողմին հաջողվել է ներառել շփման գծում լարվածությունը նվազեցնելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կոչ։
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու դրանց առավել ամրապնդմանն ուղղված հարցեր քննարկեցին ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Զինուրովը։ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։ Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ համարեց վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք ըստ նրա չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշեց ազգային ժողովի նախագահի տեղակալը։ Ռաֆայել Զինուրովն իր հերթին կարևորեց հայկական կողմի ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը։ Նրա խոսքով Հայաստանի նպատակը հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ասպարեզում հաստատակամ աշխատանքը պետք է լինի։ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ռուս գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի Դաշնությունում խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը։ Ռաֆայել Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն հայտնեց։ Նա Էդուարդ Շարմազանովին նվիրեց իր հեղինակած գիրքը Հայաստանի նոր եւ նորագույն պատմության ակնարկներ խորագրով։ Հայաստանի եւ Եգիպտոսի խորհրդարանների միջև համագործակցության խնդիրներին անդրադարձ կատարվեց ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի եւ մեր երկրում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպանի հանդիպմանը։ Արփինե Հովհաննիսյանն ու Թարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին կարևորեցին միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների առավել խորացմանը։ Քննարկվեցին խորհրդարանականների փոխայցերի ակտիվացմանը եւ տարբեր ոլորտներում կապերի աշխուժացմանը վերաբերող հարցեր։ Թարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի հետ հանդիպեց նաև ազգային ժողովի Հայաստան-Եգիպտոս բարեկամության խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը։ Պատգամավորը կարևորեց երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը այս համատեքստում նշելով, որ Հայաստանում եգիպտական կապիտալով գործում է 11 ձեռնարկություն։ Հայաստանի միջոցով եգիպտական արտադրանքը կարող է դուրս գալ եվրոպական եւ ԵԱՏՄ շուկաներ։ Արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ հպարտ են Եգիպտոսի հայ համայնքով, որի ներկայացուցիչներն իրենց ներդրումներով նպաստել են երկրի տնտեսության զարգացմանը։ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը եւ դրա արդյունավետության բարձրացման ուղիները քննարկեցին ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսը։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին եւ վերջին զարգացումներին, կարևորվեց միջազգային գործընկերների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում։ Կողմերն ընդգծեցին Հայաստանի զինված ուժերում բարեվարկության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը։ Բունդեսթագում Գերմանիա Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ որակական նոր ավելի կառուցողական համագործակցության իրականացման ուղիներին անդրադարձան արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին։ Զրուցակիցները կարևորեցին միջխորհրդարանական բարեկամության խմբերի եւ վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը։ Արմեն Աշոտյանն անդրադարձավ գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև կնքված հուշագրին ու գերմանացի գործընկերոջը հորդորեց հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը։ Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական ճակատում միասնական են, որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը։ Տարբեր հարցերի շուրջ տեսակետներ են հայտնել խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ այս շաբաթ ազգային ժողովը քվեարկեց կառավարության կողմից բերված վարչական իրավախախտումների որոշ վարչական իրավախախտումների հետ կապված համաներման օրենքի նախագծի օգտին։ Ինչ է նշանակում այդ օրենսդրական նախաձեռնությունը եւ այդ օրենքը։ Դա նշանակում է, որ մոտ 150,000 մարդ, ով խնդիրներ ուներ եւ չէր կարողանում վճարել այն տուգանքները, որոնք առաջացել էին վարչական տարբեր իրավախախտումների հետ կապված, այլևս պարտավոր չեն դրանք վճարել։ Այդ գումարը կազմում է մոտավորապես 13 եւ 1 միլիարդ դրամ։ Այդ գումարը ներվել է եւ մեր համակարգացիները կարող են շարունակել իրենց գնումները կատարել, դիմել բանկերի, կվերանան կալանքները, որոնք առաջացել էին այդ պարտքերի պատճառով եւ
ամենակարևորը ուզում եմ կոչ անել, որ մենք զերծ մնանք բոլոր տեսակի իրավախախտումներից, որպեսզի պետությունը ստիպված չլինի դիմել այս համաներմանը։ Չեմ կարծում, որ այդ նման համաներումներ հաճախ կլինեն, ուստի զգոն եղեք, ուշադիր եղեք, մի խախտեք երթևեկության կանոնները եւ հաջողություն եմ մաղթում բոլորիդ։ Սիրելի հայրենակիցներ, խորհրդարանը ավարտեց արտահերթ նիստի իր աշխատանքները եւ թերևս ամենակարևորագույն եւ հասարակության մեջ ամենամեծ հնչեղության ստացած հարցը վարչական իրավախախտումների հետ կապված հարցն էր, ինչի հետ կապված Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներով բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք ներկայացնելու թե մեր 15 կետերը մեր ժողովրդին, թե այն հանգամանքը, որ արագաչափերի եւ կարմիր գծերի հետ կապված եւ մի շարք այլ խախտումների հետ կապված անհամաչափ կիրառություն է փորձվել իրականացվել։ Եվ փառք Աստծո, այսօր այս փոփոխությունների ներքո կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելով կարողացել ենք լուծում գտնել եւ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը համաներում շնորհելու որոշումը արդեն իսկ իրողություն է։ Մենք մեր խմբակցության ներկայացուցիչներով շատ խորքային ուսումնասիրել ենք ոլորտը եւ գտնում ենք ներկայիս սոցիալական տնտեսական վիճակում, երբ որ մեր երկրի քաղաքացիները մեծ հաշվով վճարունակ չեն եւ տարվում են ունեզրկման, պետք է նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Մենք առաջարկությամբ հանդես եկանք եւ փորձեցինք միջամտելով ներկայացնել մեր մոտեցումը եւ համաներումը երկարացնել ժամկետը մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը, չնայած որ կառավարության ներկայացուցիչները պատրաստակամություն ունեցան լսելու նաեւ մեր մոտեցումները, նաեւ կարողացանք այսօր արձանագրել, որ նման իրողություն չեն կարողանում իրականացնել եւ գտնելով, որ նախորդ տարբերակն էլ այսօրեական մեծ ձեռքբերում է, Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներով կողմ քվեարկեցինք եւ այդ հնարավորությունը այլևս մեր ժողովրդի համար իրականություն է։ Գտնում ենք, որ առաջիկայում ամենատարաբնույթ գործողություններն ու գործընթացներ են տեղի ունենում, ինչպես օրեր առաջ ես իմ գործընկերոջ հետ Սարիթաղում էին գտնվում եւ կոյուղաջրերը 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցները ամբողջությամբ ապականել էին եւ հակասանիտարական մթնոլորտ եւ միջավայր էր ձևավորվել Իրանից բխող բոլոր մնացած հանգամանքներով, այսօր արձանագրում ենք, որ մեր միջամտությունից հետո պատկան մարմնի ներկայացուցիչները ականջալուր եղան եւ խնդիրը տալիս է իր տրամաբանական լուծումը։ Ուզում եմ հայտարարել, որ չնայած որ ազգային ժողովը հուլիսի 15-ից մեկնելու է արձակուրդի, Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներով մշտապես կապի մեջ ենք լինելու մեր երկրի քաղաքացիների հետ եւ այս ժամանակահատվածում մենք փորձելու ենք վերհանել այն բոլոր խնդիրները, դիտարկումները եւ առաջարկությունները, որոնք որ դուք կներկայացնեք Ծառուկյան խմբակցությանը կամ խմբակցության падգամավորներին։ Սիրելի հայրենակիցներ, Հայ հեղափոխական դաշնակցությունը 20 եւ ավելի տարիներ անընդհատ խոսել է երկրում կառավարման խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտության մասին։ Եվ թեկուս իր վարկանիշի իջեցմանը տանող կոալիցիոն համաձայնագրով քաղաքական նորակարգի առաջին հորիզոնական էր բերել երկրում խորհրդարանական կառավարման համակարգի, համամասնական 100%-անոց ընտրակարգի հաստատման, դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման, հակակշռումների ու զսպումների մեխանիզմերի օրենսդրորեն ամրագրման անհրաժեշտությունը։ Ապրիլի 9-ից այդ ամենն արդեն իրողություն է եւ այդ ամենը երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու եւ հաղթանակ արձանագրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծեցին։ Այժմ արդեն մեր երկրում թիվ 1 օրակարգային հարցը մեզ համար երկրի հզորացումն է։ Զարգացման այնպիսի տեմպերի ապահովումը, որը կբերի ժողովրդի կյանքի որակի էական բարելավման եւ դրա արդյունքում ինչու՞ չէ նաեւ բնակչության թվականակի էական աճի։ Այս համատեքստում էլ ուզում եմ խոսել ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ներկայացրած եւ ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման օրենքի մասին։ Հենց քննարկման առաջին օրն արդեն ես իմ ելույթում նշեցի, որ նման համաներումն ինքնին լուրջ սոցիալական ուղղվածություն ունի, որ այն ողջունելի նախաձեռնություն է եւ դաշնակցությունը բնականաբար չի կարող դրան դեմ լինել, բայց մենք առաջ ենք քաշում հարցեր հետագայի համար։
Ի վերջո ո՞րն է մեր նպատակը։ Ունենալ օրինապահ քաղաքացիներով հզոր Հայաստան, ովքեր ամեն կերպ կխուսափեն ընդհանրապես կանոններն ու մասնավորապես հենց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց, իսկ խախտման դեպքում էլ չեն խուսափի տուգանքները վճարելուց, թե բազմակի կիրարկման համար նախադեպ հանդիսացող նման համաներումներով քաղաքացիների մոտ սերմանել անպատասխանատվություն, ներքին համոզում, որ կարելի է կանոններ խախտել, տուգանքներ տուժեր չմուծել եւ միևնույն է գալու է համաներման օր եւ կզորացվեն տուգանքները։ Մենք գտնում ենք, որ այո, պարտքերի զիջմանը միտված համաներումներ պետք են, բայց հարցին համալիր մոտեցում է պետք։ Համաներմանը զուգահեռ պետք է իրականացվեն վերլուծություններ, թե որոնք են պարտքերի նման կուտակումների պատճառները։ Սոցիալական ծանր վիճակը, տուգանքների ու տուժերի դրույքաչափերի մեծ լինելը, անպատժելիության զգացողությունը, թե համոզումը, որ համաներում է լինելու կամ միգուցե ուրիշ այլ պատճառներ։ Համաներումն ընդամենը մեկանգամյա օգտագործման միջոց է մեղմելու համար իրավիճակը։ Պետք է աշխատել հանուն այնպիսի օրենսդրական միջավայրի ստեղծման, որ նման համաներումների կարիք չլինի, որ մենք ունենանք այնպիսի օրինապահ քաղաքացիներ, ովքեր կխուսափեն կարգ ու կանոնները խախտելուց, իսկ խախտումների դեպքում էլ հնարավորություն կունենան եւ չեն խուսափի տուգանքներն ու տուժերը վճարելուց, եւ դա ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, այլ նման խնդիրներ ծնող բոլոր ոլորտների համար։ Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հունվարի 15-ին եւ ավարտվել հունիսի 21-ին։ Այդ ընթացքում գումարվել է 8 հերթական, 7 արտահերթ եւ 4 հատուկ նիստ։ Հաշվետու ժամանակահատվածում խորհրդարանն ընդունել է 24 հիմնական օրենք, 9 օրենք համաձայնագիր եւ կատարել 290 փոփոխություններ ու լրացումներ արդեն գործող օրենքներում։ 28 օրենք հեղինակել են ազգային ժողովի падգամավորները, 259 կառավարությունը։ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 108 լոկալ, 7 նորմատիվային եւ 12 անհատական որոշում։ Խորհրդարանն ընտրել է բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ազգային ժողովի պետական իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի սահմանադրական դատարանի անդամ եւ նախագահ, 2 անգամ երկրի վարչապետ, հավանություն է տվել կառավարության ծրագրին։ Խորհրդարանն ընդունել է նաև ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին եւ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ազգային ժողովի հայտարարությունները։ Քննարկել եւ ի գիտություն է ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի դատախազության, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին հաղորդումները, վերահսկիչ պալատի նախորդ տարվա տարեկան հաշվետվությունն ու 2017 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին եւ Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները։ Ազգային ժողովի 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգ է տեղափոխվել 19 հարց, որից 13-ն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծեր են։ Շրջանառության մեջ է 69 հարց։ Գլխավորը հայրենիքին ծառայել։ Այս կարգախոսն է կրում խորհրդարանում բացված հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել է Ռուսաստան-Հայաստան բարեկամության կամուրջ խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում երկու երկրների պաշտպանության նախարարությունների աջակցությամբ եւ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի մասնակցությամբ։ Առնո Բաբաջանյանի ողջ կյանքն ու ստեղծագործությունը եւս մի յուրօրինակ ծառայություն էր իր հայրենիքին եւ ժողովրդին։ Տասնամյակներ են անցել, բայց նրա երգերը մեր շուրթերին են, իսկ կոմպոզիտորի կախարդական մեղեդիները մեր հոգում։ Արվեստը եւ գեղեցկությունը աշխարհը ավելի բարի եւ գեղեցիկ է դարձնելու ճիշտ այնպես, ինչպիսին Առնո Բաբաջանյանի հիասքանչ երաժշտությունն է։ Հիմնադրամի խորհուրդը որոշեց Արա Բաբլոյանին պարգևատրել Առնո Բաբաջանյանի անվան մեդալով, նկատի ունենալով նրա մեծ ներդրումը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու տարածման գործում։
ես տեղեկացա, որ հիմնադրամը եւս մի կարևոր առաքելություն ունի այստեղ Հայաստանում Արնո Բաբաջանյանի թանգարանի ստեղծման առումով եւ այդ կապակցությամբ ես կոչ եմ անում իմ գործընկերներին, իմ բարեկամներին օժանդակել հիմնադրամին, ինքս մասնակցում եմ իմ 1 ամսվա աշխատավարձով հիմնադրամին այդ թանգարանը ստեղծելու համար։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի խորհրդանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն падգամավորների տվյալները, ովքեր եղել են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ եւ 6-րդ գումարումների падգամավորների կազմում։ Ուստի խնդրում ենք նշված գումարումների, ինչպես նաեւ Գերագույն խորհրդի առաջին գումարման падգամավորներին ուղարկել կոնտակտային տվյալները 100 շնիկ parliament.am էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։